Free News-ի եթերում կրկին լուրերից դուրս հերթական քննարկումն է, այսօր տաղավարում իմ հյուրն է Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Նախ ամեն դեպքում ես բոլոր իմ հյուրերին, ովքեր գալիս են տաղավար ընտրություններից հետո, շնորհավորում եմ ընտրությունների կապակցությամբ, չէ՞, անկախ արդյունքներից, անկախ նրանից, որ օրինակ դուք չեք հաղթել, բայց գոնե թե մեր պետությունը հաղթել է, հա, պետականության գաղափարը, եւ որին դուք նպաստել եք, այսինքն այն չի որ չէ, այո, բայց այն վտանգը, որ սպառնում է, շարունակում է սպառնալ, չէ, հյուսիսից, եւ դրա օրինակն էլ ես բերեմ եւ ու սկսենք մեր զրույցը, հա, Զախարովան հերթական անգամ վայրահաշ դրեց երեք, ընդ որում գիտեք, խոսում է մի աբսուրդ բանի մասին, որը ընդհանրապես իրանց չի վերաբերվում։ Գյումրիում հուշարձանի վրայից տառերը պոկելու, չգիտեմ ինչ, ու էդի սարքելա մի հատ համաշխարհային թեմա, էլի։ Նախ ներողություն, եթե Հայաստանը որոշի ինչ-որ հուշարձան ապա մոնտաժել, էդի Հայաստանի գործն է, ձերը չի։ Նու այս պարագայում բնականաբար խոսքը մի անասունի մասին է, որը գնացել է տառերը պոկել է։ Բայց դա սարքել միջպետական հարաբերությունների ինչ-որ մի հատ կարևոր էլեմենտ, ոնց կբնութագրեք։ Ուրեմն նախ շնորհակալ եմ, ես շնորհավորանքին միանում եմ, եթե հետո հարցնին իհարկե անշուշտ ավելի հանգամանորեն կբացատրեմ, այո, մենք կարողացանք Մոսկվայի կազմակերպած Գարմիր Գվարդիական գրոհը պետականության դեմ կասեցնել, բայց դա վերջի հաղթանակը չի, որտեղ շատ տեղի ունեցավ մի բան, որ վարչապետը վարչապետությունով մնաց եւ բարձր որ այդ թիրախը ինքն էր, դրա համար էլ ընտրապայքարը վերածվեց նախագահականի, եթե ուշադիր նայեք, մենք խորհրդարանական ընտրություններ չենք ունեցել, երկու բևեռ, երկու նախագահների, մեկը պայմանական, մեկը վարչապետը։ Եվ դա վատ բան է, որովհետև պետությունը ինքը խորհրդարանական է, մեծ խորհրդարանական պարլամենտարիզմ է պետք, որի մասին ես բայց լիդերների շուրջ է, բայց գնաց գործ այնտեղ, որտեղ կար, եւ կարծում եմ դա դիտավորյալ շեղում է, եւ եթե ուշադիր նայեք 1990-ից հետո Հայաստանում խորհրդարանական ընտրություններ չեն եղել, այնտեղ հեղափոխությունից հետո ուրիշ բաներ բաղը։ Նախագահականի ձևաչափ է մղվում, դա մղվում է եւ դրա համար ինչ է լինում։ Պարլամենտարական հանրապետությունում ըստ էության պարլամենտարական ընտրություններ տեղի չունեցան մեկ, երկրորդը Բախում այս երկբևեռ կառուցվածքը չփշրվեց եւ վերակրկնվեց մոդելի իմաստով նախկին խորհրդարանի, այսօր գործող խորհրդարանի մոդելը։ Մի կողմում քաղաքացիական պայմանագիրն իր լիդերով, հեղափոխության անցյալով, պատերազմի բոցերով եւ այլն, մյուս կողմում ռևանշիզմն է, ուրիշ բան չկա։ Ռևանշիզմ, որ ռուսական սեգմենտ է։ Դա բացարձակ այդպես։ Հիմա այս է, որը քաղաքական համակարգին զարգանալու հնարավորություն չի տալիս։ Եվ կա նաև վատթարը, իհարկե վարչապետը հաղթեց, եւ բայց տոկոսները են տոկոսները չեն, դաժան պայքար եւ այլն, այս բոլոր ինչ որ մենք տեսանք, բայց ինչ եղավ, հեղափոխության աջակից ուժ 3 կուսակցություններից ոչ մեկը չանցավ, հիմա մեկը սխալ լիներ, մյուսը ճիշտ եւ այլն, գումարային իմաստով կարծեմ մենք բոլորս 3-ը միասին 2%-ից ավելի ցան չենք ստացել, ինչու։ Սա շատ պարադոքս է, ենթադրենք մենք սխալ էինք, վատ էինք, բա այն մեկը չէր կարող չլիներ, որովհետև հիստերիա առաջացավ, բևեռացավ, օրինակ ինձ կոնկրետ ասում էին, հրեշները հետ չվերադառնան, ձեզ ձայն ենք տալու, ձեր համագիրն ենք, բայց վարչապետի կողմն ենք անցնում, ձայն ենք։ Վախերն է։ Այսինքն սարսափը ծնում է քաղաքական համագարկ, որը նորմալ չի, չէ, ընտրությունը պիտի մրցակցային լինի, որ մենք ունենայինք եւ պարլամենտ, եւ ընդդիմություն,
եւ ունենայինք խորհրդարանական կյանք, դա չի լինելու, բացառված է։ Լինելու է դավադրություն, պետության ապակայունացում, ինչ որ եղել է, բայց այս անգամ ավելի ռեակցիոն, ավելի կատաղի, ավելի հետևողական, եթե ինչու համար, որովհետեւ ի տարբերություն նախորդի ռևանշիզմը հիմա ինքը երկու հատվածի բաժանվեց։ Այս գավառական հայկականը Քոչարյանի հետ գավառական իր պայքարի ատելության, պետականության իշխանության հանդեպ մեկ, երկրորդը մոսկովյան դրածոները, սա արդեն ռեզիդենտ է, քաղաքական ռեզիդենտ է եւ առաջին անգամ ես հանրապետությունները լավ չգիտեմ, ինչ կան ինֆորմացված եմ, առաջին անգամ Կրեմլին հաջողվեց նախկին հանրապետություններից մեկի խորհրդարանում պետական դումայի սեգմենտ առաջացնել։ Հա, որակյալ ներկայություն ունենալ։ Ինքը ուղիղ ներկայություն է, սա այսպես եմ ասում, որովհետեւ քաղաքացին լավ հասկանա, եթե դաշինքը կառավարվում էր ու կառավարվելու է ուրեմն Կոպիրկինի կողմից, Հայաստանի դեսպանի կողմից, Ռուսաստանի, սա կառավարվել է Կիրիենկոյի կողմից եւ ուղիղ ենթակայության մեջ է։ Եվ պատահական չի, որ ընտրությունները չավարտված բանը սկսեց, իրենք սկսեցին ընտրությունների լեգիտիմության հարցը կանխել ընտրությունների վզից, կներեք իրենց հասկացածով, չեմ ուզում վիրավորեմ, որովհետև իրենց խնդիրը սաբոտաժն է պետականության, Մոսկվայից տրված, եւ սրանց երկին միացավ Զախարովան, կամ ավելի շուտ, եթե ուշադիր լինեք, Զախարովայի հայտարարությունը Կիրիենկոյի, որ ճանաչում են ավելի շուտ սկսվեց, քան հրամանը ստացան։ Ես նույնիսկ հարցազրույց կարծեմ ես երկրորդ Զախարովան խոսեց, Սամվելը վազեց։ Հրամանը ստացավ, իշմարներն են, այսպես ասեմ, եւ ուրեմն սա վատթարագույնն էր, որ եղավ։ Այդուհանդերձ նախորդի մեջ, այս գործողի մեջ երկուսն էլ գավառական երկու հայկական սեգմենտ են ռևանշիստների, բայց այս մեկը մոսկովյան է։ Եվ եթե հարցազրույցը նայել եք, երեք ուրեմն սերտած, հետևողական եւ այդ Կուվալդի ռուսերեն ասեմ, հետևողականությամբ խփում էր մեխերը, եւ մեխը ուղղված է Հայաստանի գործադիր իշխանության դեմ եւ այսինքն եւ ստացվեց սա ինչքան գտեվի դժվար է անում եմ ասել, որտեղ կախված է թե սաբոտաժը իրենք ինչ մակարդակով պիտի անեն եւ ինչ օժանդակություն դիստանան արմիաշկեքից մեկ եթերով եւ Զախարովաներից սրանք էջ բա Կիրիենկո, բա այնտեղ Զատուլին եւ այլն, այս ամբողջը ուղղված Հայաստան պետականության։ Սա մեր անհաջողությունն էր, որ իրենք այդուհանդերձ առանձին մի խումբ ունեցան Մոսկվայի ենթակայության։ Մյուսը ասեցի ինչն է։ Հիմա այսպես, հիմա հետո եթե դրա համար էլ վատը եղավ, որ հեղափոխության աջակից ուժերը տեղ չունեցան, դուք ասիք, սարսափը ծնեստա, բայց մի բան մոռացել եք, երկրորդ գործոնն է աշխատել վստահաբար ներքևից։ Եթե տարի ու կես առաջ էր, մոտավորապես կհիշեք, կամ 2 տարի էր, ուրեմն ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի ՖՍԲ-ի նախագահ, այսինքն ԳԳԲ-ի շեֆը, այսպես ասենք, ժողովրդի համար շատ հասկանալի, 4 մարդու անուն տվեց եւ 4 կուսակցություն, որոնց անվանեց ակառուսական։ Մեկը քրիստոնյա ժողովրդավարականներ, ես էի, անուն ազգանով, աշխարհով մեկ։ Մենք զարմացանք, որ այսպես ուշ մյուսը Արման Բաբաջանյանը հանուն հանրապետության, մյուսը Արամ Սարգսյան եւ Խզմալյան Տիգրան, այսօր Տիգրանը չէ, 3-ը։ Ուրեմն այս երկու գործոնները ուրեմն խաղացին իրենց դերը, այն չի որ ողբերգություն է մենք այդ ստացանք, ապացույցներն է որ 2% 3 կուսակցություն դա հնարավոր բան չի, օրինակ ին բարակայով դա նույն այդ 3 կուսակցությունները երբ որ հանրապետությունով 2%, այսինքն բայց այստեղ եղավ մի բան, որ մեր ժողովրդի մեջ միշտ աշխատել է, ես իշքան տեսել եմ, երբ ինքնապաշտպանության ինստինկտը աշխատում է մեր ժողովրդի մոտ, ինքը բևեռանում է, կողմնորոշում եւ անում է եւ քվեարկեցին վարչապետությունը պահելու համար
Այսինքն մեր դրա համար այսպես է, սրանք քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայն չեն տվել։ Իհարկե ես պայմանականն եմ ասում, այս մասը։ Սրանք վարչապետին են տվել, Նիկոլեին ընտրում, որտեղ իրենք ունեին համագիր կուսակցություններ, որոնց բան։ Եվ եթե դուք տեսնում եք, մենք առանձնապես, ես չեմ հանդիպել դեռևս, առանձնապես դժգոհություն չի հայտնվում, որտեղ հասկանալի է ինչ է կատարվել։ Եվ բայց վատը այն է, որ չունեցանք խորհրդարանական հանրապետությունում պարլամենտ չունեցանք, որը պարլամենտական կյանք կունենար եւ այստեղ մի ուրիշ բան կա, որը թույլ դե բարձ է որ մեր դեմոկրատիան երիտասարդը ուրիշ ժողովրդավարությունը թույլ է, որտեղ աղքատ երկրում ենք, իսկ աղքատ երկրում խորհրդարանում երբ չի առաջանում ժողովրդավարության այդ այսպես արտացոլանքը չի առաջանում, դեմոկրատիան կարող է վտանգվել, հետընթաց ունենալ, դա լինում է, չեմ ուզում ասել, որ կլինի, որտեղ չենք թողի, բայց կլինի, որտեղ ազգաբնակչության մի զգալի մասը աղքատ է, աղքատ երկրներում ժողովրդավարություն շատ դժվար է, բան լինում, դրա համար էլ այս ռևանշիստները լավագույնս օգտագործեցին գումարը, նաև խոստումները, այդ մենակ այդ չի, որ նաև աշխատանքի տեղավորելը, չպետք է մոռանանք, որ սրանց մոտ է տնտեսությունը, ինչ որ ունենք, չունենք, սրանց մոտ է պիցցան, սրանց մոտ է աշխատատեղ եւ այլն, այս բոլորը եւ նաեւ ռուսական սեգմենտի այս հատվածները, ռուսական կորպորացիաները Հայաստան իրենք լինելով ռուսական ուժ իրականության մեջ, ուրեմն երկուսն էլ եւ դրա համար, եթե ուշադիր լինեք, հիշեցնեմ, Քոչարյան Ռոբերտ եւ Սամվել Կարապետյան, նրանց ոչ մի ելույթում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանություն չկա, խոսում էին որպես Պուտինի կոմսոմոլներ Ռուսաստանի շահերի մասին ես օրինակ նույնիսկ առաջարկել եմ Քոչարյան Ռոբերտի հանդեպ քրեական մեղադրանք պիտի ներկայացի, ոչ թե կերել է, մեռանք լսելով որ կերել է, սպանել է, ինչ որ է, ինչ որ ասում են, երկրորդ մասը կա, նա բացահայտորեն հայտարարում են երկուսն էլ որ պատերազմ է մեղավորը Հայաստանի Հանրապետությունն է եւ Հայաստանն է հրահրել պատերազմը, այն լույս այսպես հին փիլիսոփայությունից հունական մի դրվագ կա Թալեսը Աթենքում օգոստոս ամռան այն շոկին ուրեմն ճրակը ձեռը վառած ման է գալիս ասում են փիլիսոփա այս ինչ ես անում ես արևին ինչ ճրակ ասում են մարդ են որոնում բայց սրանք մարդ չեն որ հասկանան սրանք ագենտուրա է ազդեցության կասեք իշ կասեք նշանակություն չունի եւ ահա երկիր հանգիստ չի ունենա դրա համար պիտի ռադիկալ լինել ես ողջունում եմ վարչապետի ուրեմն այսպես նախաձեռնությունը որ խոսքը գործի վերածվի եւ սրանց ուրեմն պետական դավաճանություն կատարողներին բանդ թե չէ եկել նստել է ռեզիդենտուրայում այնտեղից Հայաստանում հակահեղափոխական բաներ է անում էլի քաղաքական կյանք է կառավարում կուսակցությունից է խոսում համաշխարհային քաղաքականությունից բայց վերջը ամեն ինչից խոսում է տակը ուրեմն նույն շան լագոտն է ռուսական լագոտն է որպես գործոն որը պետք է գործադրվի սա շատ վտանգավոր է բայց ես հույս ունեմ որ մեր ժողովրդի զգոնությունը ինչպես որ ինքը ցուցաբերեց եւ մենք բոլորս կաշխատենք որ այդպես հաղթարենք այս վիճակը այլապես չգիտեմ թե չէ մենք անընդհատ պիտի ունենանք հաջորդ ընտրություններ ռուսական սեգմենտ նորից գուցե այդ ժամանակ Զանզիբարի սեգմենտ որտեղ հաջորդ ուրեմն մինչև ընտրությունները Ռուսաստանը որպես գործոն գոլոշյանալու է վերջանանա չկա այլևս հիմա էլ չկա այդ արցականքներն են ինչ որ անում են եւ ինչ է ստացվելու մենք փողոցային պայքարի կլասիկ երկրի ենք վերածվում հիշեք այսինքն այսպես այո եթե Ռուսաստանը փլուզվի այդպիսի պատկերավոր խոսք կար չէ որ Հայաստանը կարող է մնալ կայսրության փլատակների տակ հիմա մենք այդ պատերից ըստ հեռու ենք որ Ռուսաստանի փլուզման դեպքում չմնանք այդ բեկորների տակ ինձ իմ կողմից հարգված ուրեմն
բան գոլեգ ասեմ, մեկը ինձ ասում է, քանի տարի ասում եք, որ Ռուսաստանը կործանվում է, նախ կործանվել է իմաստով չի, Ռուսաստանը անգում է գնում եւ դա անկասելի է, եւ դրա ապացույցը ուրեմն Մոսկվայի բոցավառվելն է, հա Նապոլեոնից հետո չէ, Մոսկվա ոչ մեկը չէ։ Հա, մենք երեք խոսում էինք։ Նույնիսկ Հիտլերը Հիտլերը չկարողացավ, իհարկե։ Բայց ուկրաինական դրոնները բոցավառել են Մոսկվան եւ դա վերջնական է։ Հա, մինչև էդ լեհերը։ Մինչև Նապոլեոն, ավելի շուտ։ Նապոլեոնից հետո որ բան է։ Ուզում եմ ասել, եւ տեխնոլոգիան զարգացում է, չեմ ուզում անդրադառնամ իրենց գլուխը քար, իրենց մեղք իրենց վիզա, իրենց հետ, բայց մենք այդ փլատակներից վաղուց հեռացել ենք, ուղղակի մեր վրա խաբար չկա։ Ուղղակի պիտի քաղաքականությունը, ինչ-որ իշխանությունը որդեգրել է, դա ինքն է իրականացնում բալանսավորում, որը ըստ էության բանն է, այդ բազմավեկտոր քաղաքականությունն է, դրսևորման մեջ այդ համադրման քաղաքականությունը ավելի վարպետորեն պիտի կիրառվի, որովհետև ներքին բոլոր դեպքերում կայունություն ինչ-որ ձեռք ենք վերել, դա չէ, բոլոր դեպքերում 2 տարվա առաջվա վիճակը չի կոմպլեմենտար քաղաքականություն, դա փայլուն հանջարեղ գործ է, որի դեմ կատաղի գրոհում են Մոսկվայից եւ ռուսական ստրուգները, այն երկու աթոռ բան էլ է, իրենք 80 աթոռի վրա նստած են ցիցը խրված, բայց մեզ ասում են մի աթոռի վրա նստեք, այն բարձր աթոռն ռուսական էլ է, ռուսական կացինն է։ Հիմա այս քաղաքականությունը եթե վարում ենք, մենք նայում ենք մեր երկրի շուրջ առաջացած վիճակը, ինչ է առաջացել գեոստրատեգիական նկատի չունեմ արտաքին քաղաքական բաները, որը մեկը ես չեմ հիշում դեպք, գուցե լավ չգիտեմ, որ Միացյալ Նահանգների նախագահը անձամբ որևէ պետության ղեկավարի պատասխանատու պահին իր ընկեր հայտարարի, տաղանդը ներկայացնի եւ ընտրություններից առաջ շնորհավորի եւ ընտրություններից հետո բարակայով ընդ որում տեքստը շատ ավելի ընտանեկան բաժակաճառային չէ, պրոտոկոլային չի։ Այո, երկրորդ ասում են ինքն է գրել անձնապես, ուրեմն Թրամփն է գրել, ուրեմն սա սիմպտոմ է, որ այդ խոշոր տերությունը ինչպես Նաև առաջին ցեղասպանության տարիներին Ամերիկան շատ օգուտ է տվել, ուղղակի պետություն չստեղծեց, մարդիկ տեղյակ չեն։ Վիլսոնը եւ Ամերիկայի արածը մեր ժողովրդի գոյապահպանության խնդիրը լուծել է ինչ-որտեղ այդ ժամանակ։ Ոչ մեկը չի արել, այս անգամ էլ Ամերիկան ձեռ է մեկնում, բայց այս անգամ Ամերիկայի ձեռ մեկնել ուրիշ պարագա է, ձեռ է մեկնում մեր պետականության։ Ոտքն էլ հողի վրա։ Այո, թուրքական ագրեսիայի, ռուսական խարդավանքի եւ այլնի պարագայում եւ այդ իմաստով ես վտանգ չեմ տեսնում եւ չկա օրորի լավանալու է։ Ընդ գումարենք Թրամփի ուղին, որ վերջնականորեն այս ռսաստրուգներին, որոնք Զանգեզուրի միջանց ոնց որ սրանց Մոսկվայից կոդավորել են եւ մտցրել են համապատասխան տեղ, հենց որ ինչ խոսեն, հա, չասեք, դուք ասեք Մեղրու միջանցք, Մեռան միջանց չկա, Ալիևի հետ, Ալիևի օրակարգն է բերում, իհարկե նրանք պիտի խեղաչուրեն, ուրեմն սա մեկ, բայց գլխավորը իհարկե Թրիփի այդ նախագիծն է, որի գումարներն արդեն դրվում են եւ Հայաստանի զարգացումը գնում է տեխնոլոգիական նվաճումների ուղղությամբ։ Հիմա մենք ինչ կանով կօգտվենք, եթե Ղարաբաղյան կլանին տանք, այդ Թրիփներ կուտեն, ուրեմն բաններ կուտեն, ուրիշ բաներ, ու կվերջանա ամեն ինչ, ինչպես որ կերան Արցախը եւ կերան Հայաստանը եւ հաջորդի կյանքը։ Ինչպես որ հազարամյակի մարտահրավերների ծրագիրը փոշիացրեցին։ Հիմա մեզից է կախված եւ կարծում եմ, որ առաջիկայում նոր կառավարությունը պիտի ուղղակիորեն ժողովրդով սփյուռքով կպնի Թրիփի ծրագիր ռեալիզացնել, որտեղ դրանք նոր տեխնոլոգիաներ են,
դրանք նոր համալսարաններ են, դրանք նոր բուհեր են, մի քիչ կոպիտ եմ ասում, նոր կոմունիկացիաներ են, այս բոլորը, ուրեմն այս բլոգն է եւ իմ կանխատեսումը, պնդումը քանի տարի առաջ, որ ասում եմ պատերազմից հետո Հայաստանը վերածում է այսօր Կովկասի բանալի պետության միանշանակ է, հա, այստեղից Ալիևի կատաղությունը եւ նրա շահերի համադրում է ռսաստրուգների մոսկովյան թե տեղական, գավառական եւ մայրաքաղաքային։ Տեսեք ինչ բան է գնում, համադրվում է, թվում է դեմ են խոսում, բայց օրակարգը Ալիևի նվերցնում տեղափոխում են այստեղ, այն 3000-ի պատմություն, 300,000 եւ այլն։ Ուզում եմ ասել, ուրեմն այս իմաստով մենք կարողանալու ենք արդյոք, ենթադրում եմ կարողանանք Կալիֆոռնիայի եւ ընդհանրապես Ամերիկահայության տեխնոլոգիական հնարավորություններ գիրառել մեզ։ Արդեն կա։ Հա, բայց երկրորդ մաս կա, որ ես իշխանությունների ուշադրություն եմ ձեր միջոցով այս առիթը որ տվեցիք ասեմ։ Հայաստանում կան լավագույն տեխնոլոգիական մշակումներ, որոնք համալսարանում, ակադեմիական հիմնարկներ, որոնց ճամփեքը փակվում է։ Այս մաֆիան պետք է ջարդվի, ներսի մարտիան պետք է ոչնչացվի, տգետներն իշխանությունից, պոստերից պետք է հեռացվեն։ Եղավ այս քինախնդիրներ եւ այլն, այսինքն ներքին արտադրողական ուժերի, որ տվյալ բարագայում գիտությունն է, մեր բարագայում տեխնոլոգիաներն են, ֆիզիկական, քիմիական, ինժեներական, սրանց ժալյուզները պետք է բացվեն, որովհետեւ մենք թրիփը մենք սպասարկենք որոշ չափով, մենք մեր երեխաները աճեն, մեր ինժեներական բուհը աճի, մեր համալսարանի ֆակուլտետներն աճեն, ոչ թե կալպակը դրվի, որտեղ այս մի հայվանին, այս մեկը ձեռնտու չի, կամ ինչին շահերով, պիտի նկատի ունենալ ռուսները դրան խանգարելու են, ինչքան կարող են, եւ ռուսական սեգմենտը խանգարելու է։ Հիմա սա մի մասը հաշվենք, որ գնաց, գործը գնացել է, դե ամերիկացիները այսպես է, գիտեն, ռեյնջերների նման քայլել գիտեն, չէ, կքայլեն վերեկը չեն թքի, բոլորը գնալու է առաջ։ Հիմա հույս եմ 2 տարի է մնացել Թրամփին։ Ամերիկյան ծրագիրը կարծիքով ստրատեգիական է եւ դա շատ քիչ կապ ունի մենակ վարչակարգի գուսակցականության հետ։ Հիմա երկրորդ մասն ասեմ, որ մեզ համար մենք խոսել ենք իրար հետ, հիշեցնեմ, լավագույն շանս է առաջացել Իրանի հարաբերությունների, Ամերիկայի հարաբերությունների կարգավորման պարագայով, հիմա ինչ որ ստացվում է։ Մի տարի առաջ մենք պրոգնոզ էինք դա դիտում, որ մի օր կարող է լավանալ։ Ես բազմաթիվ անգամներ շեշտել եմ, դա ասել եմ անցած տարի Թեհրանում ամենաբարձր մակարդակով հանդիպումներում Բժեզինսկու միտքը հիշեցրել եմ ամերիկյան ստրատեգիական միտքը, գիտեք, դա բարձրագույն, որ նա ասում է այդուհանդերձ, ասում է Ամերիկա-Իրան հարաբերությունների թշնամանքը ստրատեգիական չի, տակտիկական է, այսինքն լուծելի է։ Այստեղ էլ մի հատ տարած KGB-շներն են դրսից եւ ներսից տարածում են Իրանը հաղթեց, եղբայր Իրանը ինչ է հաղթել, երկիրն ավերվեց, բայց Իրանը ուզի գնաց մերձեցման, գնում է, այդ բազարն էսպես է, Իրանը դժվար է բանակցում, էլի, երկար է բանակցում, դա արևելքի, այսպես ասեմ, Իրանի դիվանագիտության յուրահատկությունն է, բանակցել, պոկել, այսպես չի Ղարաբաղը մի անգամից հանձնեցին զենքով զորքով, որտեղ Պուտինն այդպես էր ուզում, իրենք էլ գնացին Բաքու դաչաներ հանգստանալու, զավեշտ է սա մեր պատմության եւ աշխարհի պատմության։ Հիմա ուզում եմ ասել, բայց այստեղ մի հեռանկար է բացում, եթե այս գործը հաջողության գնա, դե գնալու է, ինչ է, ես վստահ եմ, որ Չաբահարի նավանգիստը օվկիանոսային աշխատելու է, ինչու, որտեղ Բանդար Աբասը այն դերը չի կարող ուղիղ Հայաստանի օգուտն է, մենք եւսպես կարող դա Հայաստանի օվկիանոսային դարբասներն են դեպի աշխարհ եւ հարավհյուսիսը Չաբահարով սկսվող այս մայրուղին, այսինքն իսկապես խաչմերուկը կյանք է ստանալու մեկ արևելք արևմուտքը այդ Թրամփի ուղին եւ մյուսը հյուսիսը եւ այստեղ ոչ մի Ալիև իր վայրահաճությունով
իր ֆաշիստական, հակահայկական եւ այլն այս բաները եւ ոչ մի ռսաստրուկ դրա դեմած չեն կարող անգնել, որտեղ մի ընկեր ունեմ հրաշալի տղա է, ասեմ, բանը Չակերյան Հակոբին ասում եմ, Փայլուն հարավ կճանաչեք էլ ասում եմ, այս հարցը լինելու է, ասենք, ասում է, ասում եմ ինչու, ասում որտեղ այդպես են ուզում ամերիկացիները, մի քիչ հումորային բան կա, բայց իրականությունն է, այո, եւ դա Չաբահարի իմ աչքի առաջ արդեն ես ասա, չէ, անցած տարի Չաբահար գնացի, հաղորդում տվեց այդները այաթոլլաների մի հաղորդման ընթացքում պատմել եք։ Հիմա այսօր պատմեցի, այսօր իրականություն է դարը, դե ես չէի մտածում այդ պատերազմի վրա, ոչ ուրեմն ուզում եմ ասել, ահա այս հեռանկարները բացվում են եւ միակ խանգարողը լինելու է Ղարաբաղյան կլանը ներսից, այս ռսաստրուգները, ռուսական ագենտուրան Մոսկվայի հրամանով։ Միակ հակառակորդը բանն է, Ռուսաստանն է, բայց Ռուսաստանի ատամները ուկրաինացիները քաշում են ու շպրտում, չեք հավատում, նայեք Մոսկվայի ռմբակոծությունները, կարող եք նաև սրանց հանգանակություն արեք եւ բենզին ուղարկեք Մոսկվա ձեր աղբերներին, որ ձեր երեխեքին ուղարկեն ռազմաճակատ ուկրաինացիներ։ Ես մի համեմատություն եմ ասեմ, այնպես որ ֆոնը լավն է, հիմա մնացածը գիտեք նշտել հնարավորությունը փիլիսոփայությունն ասում ամեն հնարավորություն չէ որ իրականություն է դառնում դրա համար ջանքեր են պետք բայց այս խորհրդարանը չի կարող խորհրդարանը զսպիչ քայքայշ դեր է խաղալու միանշանակ այս եղած վիճակը մնացած կտեսնենք ես կուզեի եւս մի համեմատություն անցկացնեինք շատ էին խոսում պրոռուսական ուժերը, պրոռուսական ընդդիմությունը, որ հոп, հանգարց Ռուսաստանին չնեղացնենք, ամենակարևորը, բայց տեսեք, այսօր այն ինչ որ արեց Իրանը կամ ընթացքի մեջ, հա, ընդ որում Ռուսաստանի համար մեկ ռազմավարական գործընկերը համեմատելի չի անգամ Հայաստանի արածի հետ։ Իրանը գնում է իր Այսենց գոնե թե վերջի 50 տարվա գլխավոր թշնամու հետ համագործակցության հանուն իր երկրի շահերի։ Մենք իհարկե եւ այստեղ մի բան ավելացնենք, որ այս Իրանը չի կարող Ռուսաստանի ստրատեգիական դաշնակիցը լինել։ Ինչքան Միացյալ Նահանգների հետ մերձենալու է, այնքան ռուսական։ Այնպես որ չէ, բոլոր տեսնում եք հորիզոնները կարծես պարզվում են։ Հիմա ինչ է պետք ապրել աշխատել հասկանալով որ մեծագույն մեր ողբերգությունը ուրեմն ցեղասպանությունն է եւ հայրենիքի կորուստը որի մի մասն էլ կորցրեցինք Արցախում այս բաներով եւ դրա գործադրողը թուրքն է հրահրիչը ռուսը եւ հերիք է գերմանացուն առաջի բլան մղեն եւ հрьяաների վրա բաներ գցեն դա հայ պատմագետներն այդպիսի բաներ ունեն ուրեմն երկուսը կա թուրքը գործադրել է ռուսական հրահրանքը այս բոլոր այս դեպքում թուրքի շունը հա եւ ռուսի շունը նույն շունն են ուղղակի չգիտեմ ինչու են մարդիկ տարբերում երևի ռուսի շան հետ լինելը ինչ որ մարդկանց ձեռնտու է ճաշակի հարց է, բայց դրանք նույն բանն են։ Դրա համար ինչ է մեզ պետք։ Մեզ պետք է որ այ գոնե այս ընտրությունից հետո ես ամեն հանդիպման գրեթե ասում եի, մեզ պետք է ոչ արևելյան մտածողություն, ոչ արևմտյան, ոչ արևմտամետ լինել, ոչ արևելամետ, հարավամետ, հյուսիսամետ, ինչ է պետք։ Հիմքը պիտի լինի Հայաստանակենտրոն մտածողությունը։ Կրկնեմ, Հայաստանակենտրոն եւ հայը պիտի լինի հայամետ։ Մնացածը պիտի հարաբերվի բոլորի հետ, այնպես ինչպես գերմանացիները եւ ռուսները, դուք ասեցիք, որ երկիրներ, Իրան եւ այլն, հիմա ռուսական ասեմ, այսպեսի բան, չէ հրապարակված կամ քիչ հրապարակված նյութ, ուրեմն գերմանացիներ եւ ռուսները հարաբերվում են, այդպես է, չէ, հիմա, մի անգամ Հա դարերով պատերազմից հետո մի անգամ շատ ծերտ, մի անգամ շատ հեռու, բայց Գորբաչովյան շրջանի իզվեստիա թերթի տեղեկատվություն եմ ասում, որը կարող է կայքեջերում կլիպների ձևով նույնը կա։ Պրուսիան գրավելու օրերին, Պրուսիան, այսօր Կալինինգրադն է, մարզը,
Կարմիր բանակը Քյոնիգսբերգը։ հատուկ հրամանով բռնաբարել ինչքան գերմանուհի կա։ Գերմանացիք չգիտեն։ Գիտեն։ Չգիտեն։ Գիտեն, եղել։ Հիմա գիտեն, երկրորդ մասը կա։ Ես ասում եմ թե ստուգեն, որովհետև այս տգետները, որ ռուսական հացի վրա նստել են եւ այդ սուտը կերել են, նաեւ հետաքրիր բան կա հայության մի հատվածի մեջ։ Չի ուզում ճշմարտությունն իմանա։ Սա ոնց որ սատանեն բանից փախչում է ճշմարտությունից։ Հիմա իմ ասածի վրա 1000 բան կասեն։ Ու կասեն, որ ռուսը հնարավոր չի։ Չնայած Արցախում ինչ են արել, դա չի հրապարակվում։ Հրապարակեք, տեսեք ինչ եղել։ Այսինքն, այս բոլորը, բայց մարդիկ պետական հասկացողները բոլորովին ուրիշ բան են ուրեմն մտածում։ Հիմա ես եթե Մենք 1 րոպե ունենք։ Եթե այդպես ասեմ, Ադենաուերից մի օրինակ ասեմ, 50-ական թվականներին Ստալինի հրամանով ուրեմն կպել էին սովետական հատված այն դեմոկրատական Գերմանիան, որ միացնեին ֆեդերատիվին, այն 3 Ադենաուերը կատեգորիկ մերժում էր։ Ասում են ոնց կլինի, ինչ ես ուզում, Գերմանիան կվերականգնվի։ Ասում էր ոչ ձեր Գերմանիան եմ ուզում, ոչ էլ ռուսական KGB-ն, որ դրանով թափանցի փչացնի այս Գերմանիան։ Մենք Գերմանիա չենք ունենա։ Հետո բայց միացրին, չէ՞։ Դες էլ իրենց ալմատին էլ։ Շնորհակալություն, պարոն Շիրինյան, կարծում եմ առաջիկայում մենք կրկին կհանդիպենք, որովհետև թեմաները շատ են։ Սիրով։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ տաղավարում իմ հյուրն էր Հայաստանի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, ամենայն բարիք ձեզ։